Ձեր ամուսնուն ոնց հանդիպեցիք, Տիկին Ռոզա, ոնց սիրեցիք իրար, ռոմանտիկ էր։ Իմ ամուսինը Հա։ իրար ընտրել եմ, հավանել եմ եւ չեմ փոշմանել, ինձ շատ է օգնել։ Մեր գյուղից է եւ մեր ազգից, նա էլ Մխիթարյան է, բայց բարեկամ չէ։ Շատ լավ մարդ էր ինքը, բարի մարդ էր շատ։ Նա ինձ երբեք չի խանգարել։ Մենակ ամուսնանալուց ասի, ես դերասանուհի եմ ախր, մտածելով, որ ինքը համաձայն չի լինի, էլի, թե ես արվեստը սիրում եմ, ոչինչ, ինչ անեմ, ես էլ ինժեներ եմ, կարող է ինժեներն էլ քեզ չի դուր գալիս, ուզեց ասի, ես դերասան չեմ, ոնց ասեմ, ուշադիր է եղել իմ նկատմամբ, երեխեքիս նկատմամբ, շրջագայության մեջ էի միշտ, երեխեքիս քիչ եմ նայել, սրտի ցավում եմ ասում, ամուսինս ինժեներ էր բնավորությամբ եւ երբեք ինձ շատ է օգնել, ինձ չի խանգարել, ինքը երեխեքին եւ նայում էր եւ աշխատում էր, աղջիկա սուկ մեծ տղայիս ինքը միշտ նայել է, իսկ արգիշտիս որպեսզի ազատ դերասանին ինձ հետ էին դնում, որպեսզի գանդեղ երեխային նայի հյուրանոցում ես խաղամ, եթե ինքը չլիներ, ես չէի կարող երեխեքին թողնել ու գնալ հյուրախաղերի, երեխաների շատ եմ թողել, ինքը նայել է, ես ամենակիչը 6 օրով, 10 օրով գնում էի այդ շրջանները, Թբիլիսի, Ախալքալակ, Ախալչխա, Ադրբեջան, ամեն տեղ ման եմ եկել, այդ արտասահմանները, ամուսինս ինձ օգնել է, երեխեքին նայել է, մի անգամ չի ասել, որ մի գնայելի, այդպիսի բան չի եղել, ընդհակառակը գալիս էր ներկայացումները նայում էր եւ շնորհավորում էր, լավ էր ասում, ենթադրենք միտեղ մի բանը ուրիշ ձևի է եղել, ասում էր ինչի էր այդպես, սիրում էր դիտողություն անի։ Համ խրախուսում էր, համ էլ քննադատում։ Հա, սիրում եմ իմպրովիզացիաներ անել եւ ռեժիսորները ընդունում են այդ իմպրովիզացիան, բայց ինքը ոչ թե քննադատում էր, ասում էր այդ բա չկար։ Ինչպես կեսդար միասին ապրել երջանիկ, ինչի շնորհիվ է ընտանիքը ամուր։ Ընտանիքը ամուր շնորհիվ է, եթե ամուսինն իրար լավ են հասկանում։ Ներողամիտ են մեկը մյուսի նկատմամբ, իրար ճանաչում են, հասկանում են, ընտանիքը կարող է վեճ է լինի, մի բան լինի, իսկույն հիշաշար չլիներ, նայել, չնայած մեր մեջ վեճ չի եղել, ես բնավորությամբ շատ լռող եմ, ուշադրություն չեմ դարձնում, չեմ պատասխանում, չեմ խոսում, չեմ խառնվում։ Իսկ կենցաղում Կարինեն ասաց, որ պահածոներ եք պատրաստել, եփել եք, սիրում եք կենցաղը, խոհանոցը սիրել եք։ Այո, սիրել եմ, ես շատ էի շրջում հյուրախաղերի, շատ եմ զբաղված եղել։ Գալիս էի գիշերները ծահապահածոներ էի պատրաստում, գիշերներ երեխեքի շորերը լվանում էի, առավոտ հարթուկում էի, չորացնում, որովհետև այդ մի խումբը, որ վերադարձել է գաստրոլներից, մի ուրիշ ներկայացում են տանում։ Ես այն մի ուրիշ էլ էի զբաղված, այն մեկում էլ էի զբաղված։ Ես չէի հանգստանում։ Դրա համար գիշերները անել եմ, ամեն պահածոներ, բաներ, ամեն ինչ, խոհանոցը սիրում եմ։ Չէ, ես հարմարվել եմ կենցաղին, եմ հարմարվել ամեն ինչ, դժվարություններին էլ հաղթահարես։ Ոնց հաղթահարես դժվարությունները, Տիկին Ռոզա։ Ոնց հաղթահարեմ դժվարություններին, պետք է դիմանաս հաղթահարես, լինում են դժվարություններ, եւ ոնց ասեմ, պետք է դիմանաս, ես շատ գիտեմ։ Ոնց եք դիմացել դուք։ Ինքնաներշնչումով, հա, երևի ինքնաներշնչումով։ Հա։ Դուք ասում եք, ես դերերս կրկնում եմ, որ վատ չզգամ։ Ինքդ քեզ։ Ինքս ինձ զբաղեցնում եմ։ Ինքս ինձ հանգստացնում եմ։ Նա էլ զիջող էր, ես էլ ամեն բանի մասին խոսացած չեմ, միշտ լռել եմ, որ ինքը վատ բան չի արել, որ լռել եմ, ուղղակի լինում են, չէ փոքր բաներ, որից այդ բաներ ուշադրություն չեմ դարձրել, ինքն էլ անուշադիր չի եղել իմ նկատմամբ, շատ ուշադիր է եղել։ Երջանիկ ընտանիքի համար տղապատասխան։ Երեխաներս էլ բարձրագույն կրթություն են ստացել, երեքն էլ լավ սովորող են եղել,
Համոտները չեն եղել դասները պարապել փոքր ժամանակ, հավիր ենք իրենք ընդունակ են եղել շատ։ Ունեցել եմ 2 տղաներ և 1 աղջիկ սա մնացել։ Տղաներս լավություն անելու պատճառով ջահել երեխեքին սպանել են։ Այդ Կոլյան ու Վլադիմիրը իրանց համար լուսավոր աշխարհում բան են գալի, իմ երեխեքը չկան։ Լավություն են արել ու այդ կորել։ Եղայնանում չարանում եք այդ մարդկանց հանդեպ, թե կարողացել եք ներեք։ Դե ինչ ներեմ, ոնց կարամ ներեմ, թող Աստված էլ իրանց պատժի։ Դա այնպիսի բան չի, որ կարողանաս ներես։ Ուրիշ բանա ինձ վիրավորեն, ինչ ասես ամեն բան, չեմ վիրավորվի, կմոռանամ, բայց այդպիսի բանը ոնց իմ երեխուն սպանողին ոնց մոռանամ։ Դա հնարավոր չի։ Մենակ իմ մասնագիտությունն է ինձ պահել, որ ես դիմացել եմ, որ դիմանում եմ։ Կարինեն սփոփանք է, մխիթարանք է։ Այնքան ուշադիր, որ ես միշտ ասում եմ, այ մամա ջան, ես քեզ համար ոչինչ չեմ արել։ Շատ ուշադիր է Օֆելիա ջան, վերին աստիճանի։ Եվ սննդի կարգում, եւ այդ ուշադրության, այդ մաքրության, ամեն ինչի համար վերին աստիճանի ուշադիր է։ Իմ մաման ինձ հետ չի ապրել, բայց ոչինչ չեմ արել, մամայիս համար սիրտս ցավում է, որ հիշում եմ ինքը ինչքան լավություն անում այդ մոմենտին ասում եմ, գեղուկներս որ կտրում ասում եմ, մամա ջան, քեզ համար ոչինչ չեմ արել, ամեն մի բանով միշտ հիշում եմ, չէ, շատ ուշադիր է, քեզ ասելա լավ, ինքն էլ։ Տիկին Ռոզա, ձեր զարդերը, ձեր հագուստը դուք եք ընտրել միշտ, հիմա դուք եք ընտրում, որը որի հետ հագնեք, ոնց համադրեք։ Ես սիրում եմ ես ընտրեմ, իմ ճաշակն ու իր ճաշակը շատ տարբեր է, ոնց որ իմ աղջիկը չլինի, տարբեր եք ճաշակով։ Ես իմ ճաշակն ունեմ, ինքը իրան, ես որ ինձ հագցրել է իր ճաշակով, բայց իմ ճաշակը չի հագցրել։ Հիմա նկարագրեք, որ եթե ձեր ճաշակով հագնեիք, ինչ կհագնեիք։ Ես ասեցի էլի են սիրել մի բլուզկա առաջ համբուրգայով, այդպես սիր ուներ շատ, նա կհագնեի, բայց ինքը ես հագցրել։ Վառ գույներ եմ սիրում։ Որ գույները։ Սիրենվի, ոնց էլ լիմոնի, կարմիր։ Մանուշակագույնը կյանքի գույնն է։ Կյանքի գույնն է։ Այո, վարդագույն, մանուշակագույն, այդպես միշտ այդպեսին եմ հագել։ Կարմիր գույնը շատ էի սիրում, բայց ինձ դժբախտություն պատահեց 2 տղաներից, նրանից հետո կարմիր չեմ հագել։ Կարմիր շորերս էլ ուրիշի եմ տվել։